Դուք ներողություն եք խնդրում Հիսուս Քրիստոսին նրան մենակ թողնելու համար, երբեք ներողություն խնդրելու, ավելի ճիշտ ոչ թե ներողություն խնդրելու, այլ այս դեպքում պատասխանատվության ենթարկվելու նրա համար, որ բազմահազար ձեր քաղաքացիներին դուք իրենց վշտի հետ մենակ եք թողել։ Նրանք այդ վիշտը ապրել են ձեր որոշումների հետևանքով։ Կառավարության առաջ քիչ առաջ պարոն Փաշինյան իր զոհված որդու լուսանկարը ձեռքին մի կին արցունքը աչքերին փափագում էր ձեր հետ հանդիպման համար, խաբեության զոհ էր դարձել որդու գերեզմանակարի հետ կապված եւ այսպես տարբեր ատյաններով 3 տարի շրջում է արդարադատություն չի տեսնում ձեր երկրում։ Ձեր հազարավոր քաղաքացիներ չեն տեսնում ձեր ներկայությունը իրենց կյանքում լավ առումով, դրական առումով, ոչ թե բացասական։ Երբեք պատասխանատվության ենթարկելու այդ քաղաքացիներին մենակ թողնելու համար։ Շնորհակալություն։ Ուրեմն նախ ասեմ ես, որ ես զոհվածների, անհետ կորածների, հարազատների հետ հանդիպում եմ այնպիսի պարբերականությամբ, որի մասին դուք պատկերացում չունեք, որովհետև մենք չենք լուսաբանում այդ հանդիպումները, որովհետև մենք չենք անում այդ հանդիպումները PR անելու համար։ Երկրորդը, ես ձեզ ասացի, որ այն օրվա երթին, օրինակ, այդ թվում եկեղեցիներում, պատարակների ժամանակ բազմաթիվ զոհված զինծառայողների հարազատներ են մասնակցում եւ նրանք հաճախ գալիս են իմ կոչով։ Դուք չեք նկատում այդ մարդկանց։ Ես այդ թվում ամեն օր քաղաքացիներից տասնյակ նամակներ եմ ստանում, տասնյակ նամակներ։ Եթե եւ պատասխանում այդ նամակներին, եթե հարկ լինի դա ապացուցել, դա նաեւ կարող եմ ապացուցել, եւ ես բոլոր այդ մարդկանց կարիքները գիտեմ եւ գիտեք, ասում եք, դեպքեր կան, որ վարչապետը ուզենայել արդարադատություն չի կարող իրականացնել եւ դա է ինստիտուցիոնալ պետությունը, երբ որ ինստիտուտները իրենց տեղում աշխատում են։ Չնայած մյուս կողմից ես տասնյակ նամակներ եմ վերահսկագրում արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, քննչական կոմիտեն, նրանց խնդրելով ուշադրություն դարձնել քաղաքացիների նամակներին եւ որևէ պատասխան կամ իրենց տալ կամ ինձ ուղարկել որևէ ինֆորմացիա։ Իմիջիալոց այսօր Facebook-ի էջում մի հատ բան է գրել քաղաքացիներ նամակ գրել ինձ, որ տենց խաբեության զոհ է դարձել եւ ես ուղղակի ամենալավ արարքը համարեցի այն արձագանքը, որ Facebook-ից էջում դնեմ, մարդիկ կարդան, որ թե ինչ սխեմաներ են գործում եւ մի քիչ զգուշ լինեն եւ տենց հեշտությամբ չտրվեն վստահության, որ փողեր փոխանցեն, 2 անգամ 1000 դրամ ստանան, հետո դրա դիմաց միլիոններ փոխանցեն ու խնդրի առաջ կանգնեն։ Ինչ վերաբերում է մնացած խնդիրներին, ես նկատի ունեմ ամեն օր, բառացիորեն ամեն օր, ես տասնյակ քաղաքացիների նամակներ եմ պատասխանում։ Ես առավոտյան ժամը 5-ին արթնանում եմ ամեն օր եւ իմ առաջին գործը ամեն օր տեսնել, թե քաղաքացիները ինչ նամակներ են գրել ինձ եւ ես հաղորդակցության մեջ եմ, այդ թվում զոհվածների ընտանիքների հետ, այդ թվում քաղաքացիների հետ, խաբեության զոհ դարձածների հետ։ Ես չեմ կարող ասել, որ նրանց բոլոր բարձրացրած հարցերին լուծում տալիս են, որովհետեւ հարցեր կան, որոնց լուծման հեղինակը առաջնային ես չեմ, բայց որ ես ինձնից կախված անում եմ, որպեսզի մարդկանց հարցերը լուծում ստանան։ Բնակ կան ընտանեկան խնդիրներ, որ վարչապետը ինչ գործ ունի ընտանիքի ներսում տեղի ունեցող իրադարձության։ Մի տուն ունեն, 2 աղբեր չեն կարող կիսեն։ Դա վարչապետը պետք է գնա մեկ էլ սկսի տներ կիսելով զբաղվել։ Ես կարծում եմ, որ ոչ։